Որն է Մոլդովայում ու Ուկրաինայում Եվրամիության էներգետիկ փորձը, որ Բրյուսելը ուզում է կիրառել նաև Հայաստանում։ Դա շատ վատ փորձ է։ Դա շատ ծանր է անդրադարձել թե Մոլդովայի, թե Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա։ Հայաստանի համար էներգետիկ այլընտրանք գտնելու անհրաժեշտության մասին Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենն էր խոսել անցած շաբաթ Երևանում։ Վստահեցրել էր, թե իրենք կարող են օգնել Հայաստանին, հիմնվելով Ուկրաինայի ու Մոլդովայի փորձի վրա։ Ինչպես օգնում ենք Հայաստանին բազմազանեցնել առևտուրն, այնպես էլ ուզում ենք օգնել բազմազանեցնել իր էներգամատակարարումները։ Մենք հարուստ փորձ ունենք այս իրավիճակներում Մոլդովայում ու Ուկրաինայում։ Մենք ինքներս Եվրամիությունում բախվել ենք այդ իրավիճակին։ Էներգետիկ փորձագետի պնդմամբ Մոլդովան ու Ուկրաինան ռուսական գազից ու էլեկտրաէներգիայից զրկվելով ստիպված են եղել 3 անգամ թանկ վճարել։ Հետևաբար նույն ճակատագիրը թե Ասվածչյանի եվրոպական փորձը կիրառվի կամ Մոլդովա ուկրաինական, ապա այդ եռակի թանկացումը սպասում է նաև մեզ։ Եվրապաշտոնյան Երևանում ըստ էության ակնարկել էր նաև, որ հնարավոր դժվարությունները հաղթահարելու համար Բրյուսելը պատրաստ է օգնել Հայաստանին, հավանաբար նկատի է ունեցել ֆինանսական աջակցությունը։ Պատրաստ ենք ձեզ սատարել այն պոտենցիալ իրավիճակում, որին քաջ ծանոթ ենք։ Էներգետիկ փորձագետին շատ ծանոթ է այս սցենարը։ Հիշեցնում է 10-15 տարի առաջ Բրյուսելը նույն խոստումներն էր տալիս Թբիլիսիին։ Այդ նույն բանը իրանք բառացիորեն մի 10-15 տարի առաջ ասում էին Վրաստանի, մեր հարևան։ Ասում են ու տալիս էին, որոշ չափով գումարներ տալիս էին, քանի որ էլ իրանց թեթև ձեռքով Ռուսաստանը մոտապես 2 անգամ բարձրացրեց գազի գինը։ Ռուսական գազի այլընտրանքը Հայաստանի համար ադրբեջանականն է։ Էներգետիկ փորձագետը միֆ է համարում պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանին կարող է գազ վաճառել։ Դա կեղծիք ու սուտ։ Ադրբեջանը իր գազը հիմնականում վաճառում է Թուրքիային ու Եվրոպային բարձր գներով։ Նրան ձեռնտու չէ փորձագետի համոզմամբ տարածաշրջանում գազ վաճառել արտոնյալ ցածր գնով, ինչպես օրինակ Վրաստանին է վաճառում։ Եվրոպա շուկայական բարձր գնով, Թուրքիա Վրաստանից ավելի թանկ է արտահանում գազը Ադրբեջանը։ Իրանք ամեն տարի ավելացում են գազի պահանջարկը, իրանք ավելի թանկ են վճարում։ Բարձրանում են Ադրբեջանին ձեռնատու է Թուրքիային եւ առավելից Եվրամիությանը կրկնակի թանկ ծախել, քան ասենք թե Վրաստանին վաճառել համատաբար էժան գներով։ Հայաստանի համար էներգետիկ այլընտրանք գտնելու եվրոպական խոստումների ֆոնին Հայաստանի հանրության ականջին մեկ այլ այլընտրանքի մասին էլ են անհավանական լուրեր կաթեցրել, թե Նիդերլանդները պատրաստ է հեղուկ գազ մատակարարել Հայաստանին։ Բայց ինչպես, եթե Նիդերլանդներն ինքը Ռուսաստանից հեղուկ գազ ներկրող 4-րդ երկիրն է։ Լիլիթ Սարգսյան, Կարինե Մանգասարյան, Հենրիկ Համազասպյան և Արմեն Ապրեսյան, Հայլուր։